խաղաղ էինք, մեր լերների պես, դուք հողմերի պես, ուժեցիք բայրակ, մենք ձեր դեմ ելանք, մեր լերների պես, դուք հողմերի պես, օրնացիք բայրակ, բայց մենք հավերժ ենք, մեր լերների պես, դուք հողմերի պես, կկործիք բայրակ։ Սիրելի ընկերներ, շարժանապատիվ հայեր, որևիցե մեկը չի կարա իմ խոսքը կանգնեցնի, ինչքան միկրոֆոնը ցածրացնեն, ես այդքան բարձր եմ խոսելու, որտեղ ոչ ոք չի կարա իմ խոսքի ազատությունը սահմանափակի։ Այսօր ես պետք է խոսել Ավետիք Չալաբյանը Հայ-ՀԽ-ի անունից, բայց քանի որ այսօր ներկամ չի, հայրենիք ունենալու պատվի համար գտնվում է անազատության մեջ, այսօր ես կփոխանցեմ Հայ-ՀԽ-ի անունից այդ խոսքը։ Սիրելի ընկերներ, սիրելի քաղաքացիներ, սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, սա իրավական հարց է։ Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի սահմանադրության երկրորդ հոդվածը կյանքի կոչենք։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այսօր ժողովրդի ձայնը, ժողովրդի մանդատը գողացված է, կապ չունի որ քաղաքական ուժից, ժողովրդի ձայնը գողացված է, եւ մենք այստեղ ենք, ակնկալում ենք բարձր դատարանից սահմանադրական, իրավական, օրինական լուծում տալ այս հարցին, ու հայ ժողովուրդը պայքարել է մինչև վերջ, որովհետեւ մենք պայքարում ենք արդարության համար, արդարություն հանուն Հայաստանի Հանրապետության, արդարություն հանուն